Ապան շարունակում է մնալ գերակշռող մասը, չէ՞։ Բոլոր ապահովագրական ընկերությունների բացառությամբ մեկ Մեկը ապահովագրականի, դուրս եկավ։ որը չի մասնակցում ապահամակարգի, մնացած 6-ը, որտեղ 7 ընկերություն ենք շուկայում, 7 մասնակից ունի շուկան, 6 ընկերության պորտֆելում, այո, ապան գերակշռող մաս ունի։ Այս պարտադիր առողջության ապահովությունը ինքը ինչ կարգի պոտենցիալ ունի, այսինքն օրինակ համադրելի ապայի հետ ավելի մեծ է լինելու։ Իրականում ավելի մեծ է լինելու, որովհետև Մարդիկ ավելի շատ են, քան այո, գերանները։ այո, ավելի մեծ է լինելու։ Այս պահին ռեֆորմում նախատեսված են 1.5 միլիոն անց, բայց իրականում եկող տարի սպասվում է, որ ամբողջ բնակչությունը Հայաստանի Հանրապետության պետք է արդեն մտնի ռեֆորմի մեջ, իսկ որպես ապահովագրատեսակ, լինելով պարտադիր ապահովագրատեսակ, ես կարծում եմ, որ ինքը շուկայի համար, այսինքն ապահովագրական ոլորտի զարգացման տեսանկյունից առհասարակ ոնց է միջազգային շուկաներում էլ երբ որ նայում ես, ոլորտը զարգանում է, եթե կա պարտադիր պահանջ դրա նկատմամբ, եւ միանշանակ բերելու է ոլորտի զարգացմանը։